Ողջունում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ այսօր միացել եք մեզ, հետաքրքրված եք ապրանքանիշով, ցանկանում եք ինֆորմացիա լսել, սիրով կներկայացնենք ձեզ, վերջում կպատասխանենք ձեր հարցերին։ Այսպիսի հետաքրքիր հարցով ենք սկսում մեր պրեզենտացիան, հասցրել եք արդյոք գրել X39 պատճերը, եթե այո, ապա զգացել եք, որ այն բարձրացնում, ակտիվացնում եւ վերականգնում է ձեր իսկ սեփական օրգանիզմի ներքին ուժերը, ներքին ռեսուրսները։ Գլխավոր տնօրենը X39-ի գյուտարար Դեյվիդ Շմիդտն է։ Նա ավելի քան 180 արտոնագրերի հեղինակ է, գիտնական, գյուտարար, հատկապես մասնագիտացած է տարիքային հակադարձման մեջ։ 2008 թվականից Դեյվիդ Շմիդտն իր ուշադրությունը կենտրոնացրել է ցողունային բջիջների հետազոտության վրա, այդ տարիներից սկսած ամբողջ բժշկությունն էր կենտրոնացած ցողունային բջիջների վրա։ Ինչ են դրանք, մի փոքր ինֆորմացիա տամ, ցողունային բջիջները դրանք ամենամատղաշ, ամենաերիտասարդ բջիջներն են օրգանիզմում, որոնցից հետագայում դիֆերենցվում են այս կամ այն հյուսվածքի բջիջները, նորոգելով տվյալ օրգանը, նորոգելով տվյալ հյուսվածքը, վերականգնելով ֆունկցիան։ X39 արտոնագիրը շուկա բերելու համար Դեյվիդ Շմիդտից պահանջվել է 10 տարի։ 10 տարվա ընթացքում կատարվել են շատ կլինիկական հետազոտություններ, շատ կլինիկական դեպքեր են նկարագրված այս կամ այն նոզոլոգիաների հետ կապված եւ Դեյվիդ Շմիդտը $4.5 միլիոն է ծախսել ապրանքանիշը շուկա դուրս բերելու համար։ Ինչպես նշեցի, X39 պատճը դա արտոնագրված տեխնոլոգիա է իրենից ներկայացնում, ուշադրություն դարձրեք բառին տեխնոլոգիա, ավելի հետագա սլայդներում պատկերացնեք ինչ է դա նշանակում։ Ինչպես է աշխատում պատճը։ Պատճը աշխատում է վերցնելով լույսը, լույսի ճառագայթը եւ մեր էներգիան, մեր մարմնի էներգիան։ Մարմնին կպցնելու իսկ պահից այն սկսում է ակտիվանալ։ Լուսային ճառագայթները վերցնելով ակտիվացնում է պղնձի պեպտիդները։ Ապացուցված է, որ մեր ենթամաշկային հյուսվածքում մենք ունենք պղնձի պեպտիդներ, որոնք որ շատ կարևոր դեր ունեն, շատ կարևոր կոֆերմենտ են այն ֆերմենտների համար, ովքեր ակտիվացնում են ցողունային բջիջների բազմացումը, այսինքն փոքրիկ բանալի են այդ պղնձի պեպտիդները, որոնք սկիզբ են տալիս ցողունային բջիջների բազմացմանը, ակտիվացմանը։ Իսկ ցողունային բջիջը դա երիտասարդ բջիջն է, լի էներգիայով, լի հակաօքսիդանտներով, լի կոլագեն արտադրող ընդունակությամբ։ Եվ ահա պղնձի պեպտիդը տարիքի հետ օրգանիզմում նվազում է։ Այդ պատճառով եւ ցողունային բջիջների քանակն է նվազում։ Ծնվելիս բավականին շատ է լինում մեր օրգանիզմում ցողունային բջիջները, 30 տարեկանին մոտ դրանք լրիվ կեսն են մնում, մնացած կեսը արդեն ակտիվ չէ։ 60 տարեկանին մոտ գրեթե ակտիվ ցողունային բջիջ օրգանիզմում չկա։ Դրա համար էլ գլուխ են բարձրացնում հիվանդությունները, հատկապես աուտոիմուն հիվանդությունների հաճախականությունն է բարձրանում, անոթային հիվանդություններն են սրվում, կապված հենց այդ բջիջների ոչնչացման հետ։ Եվ ահա X39 պատճը ցողունային բջիջների ակտիվացման տեխնոլոգիա է իրենից ներկայացնում, որը անվանում ենք ֆոտոբիոմոդուլյացիա կամ կարճ եւ ավելի հասկանալի ձևով ֆոտոթերապիա։ Ֆոտոթերապիան կարող եք համեմատել վիտամին D-ի սինթեզի հետ, ինչպես գիտեք, մենք հատուկ ժամեր կան արևի, որ կարող ենք բաց մաշկով կանգնել արևի տակ 10-15 րոպե եւ մեր էլի ենթամաշկային հատվածում վիտամին D-ի սինթեզի ակտիվացում ունենանք։ Եվ ահա նմանատիպ կերպով աշխատվում է եւ պատճը, վերցնելով լուսային ճառագայթը, հայլանման էֆեկտ են կատարում նրա բյուրեղները եւ ճառագայթների այդ շարժը ակտիվացնում է մեր պղնձի պեպտիդները, ցողունային բջիջներն է ակտիվացնում եւ սկսում է օրգանիզմի ընդհանուր վերականգնումն ու ակտիվացումը։ Ինչպես է աշխատում X39 պատճը։
Ֆոտոթերապիայի արտոնագրված ձև է եւ արտոնագրված նանոբյուրեղային կամ միկրոբյուրեղային տեխնոլոգիա է։ Ինչ է դա նշանակում, որ պատճի ակտիվ հատվածում միայն բյուրեղներ են, որևէ քիմիական նյութ, որևէ անտիբիոտիկ, խթանիչ, հորմոն առավել եւս այն չի պարունակում։ Զուտ բյուրեղներ են ամինոթթուներից կազմված, որոշ աղերի եւ շաքարի դասավորություն բյուրեղների եւս ունեն, ահա նրանք արտացոլում են լույսը, ակտիվացնում են փաչը։ Փաչը տրանսդերմալ չէ, դա նշանակում է, որ այն մաշկի տակ չի անցնում, չի թափանցում, չի պարունակում դեղամիջոցներ, ինչպես նշեցի, եւ ահա դրանց շնորհիվ Դեյվիդ Շմիդտը միշտ հպարտորեն նշում է, որ X39-ը ինվազիվ չէ, այսինքն որևէ ինֆեկցիայի վտանգ, որևէ կողմնակի երևույթներ, որևէ ազդեցություն այն չի թողնում, ինվազիվ չէ։ Ինչ առավելություններ ունի X39 պատճը, այստեղ տեսնում եք թվարկված ամենակարևոր հատկությունները, ավելացնում է ուժը, նվազեցնում է բորբոքումը, ավելացնում է տոկունությունը, մտավոր աշխատանքի պարզությունը, վերականգնվում են մկանները, ոսկորները, բարելավում է քունը, բարձրանում է կենսական էներգիան, տոկունությունը եւ մաշկի արտաքին տեսքն է լավանում։ Այստեղ ուզում եմ կանգ առնել երկրորդ կետի վրա, նվազեցնում է բորբոքումը, որ ամենահիմնական ազդեցության մեխանիզմն է պատճի։ Ինչպես գիտեք, հիվանդության առաջին քայլը, ոնց որ առաջին աստիճանը, դա տվյալ հատվածում առաջացող բորբոքումն է։ Բորբոքման հիմնական կոմպոնենտներից են այտուցը, ֆունկցիայի խանգարումը, կարմրությունը, ջերմության բարձրացումը, եւ ահա X39 կպցնելու պահից իսկ սկսում է որսալ այդ բորբոքային օջախները, որտեղ որ կատարվում են այդ երևույթները, օգնելով դրա մաքրմանը, օգնելով դրա բուժմանը։ Ուզում եմ կանգ առնել նաև մտավոր աշխատանքի պարզության վրա, հետագա սլայդներից մեկում դուք ավելի պարզ կտեսնեք ինչպես է այն մտավոր աշխատանքի, ուղեղային հյուսվածքի վրա դրականորեն ազդում, եւ ուզում եմ նշել, որ վերականգնում են մկաններն ու ոսկորները ինչ մեխանիզմով, որովհետեւ փաչը ինքը ակտիվացնում է կոլագենը, իսկ ինչպես գիտեք, կոլագենը այն հիմնական բաղադրիչն է, որը կազմում է մեր անոթները, մկանային հյուսվածքի մեջ է, ոսկորների աճառների մեջ է գտնվում կոլագենը եւ հատկապես մաշկը ձիգ պահող թելերի հիմքն է կոլագենը։ X39-ի առավելություններից մեկը նաև դա կոլագենի ակտիվացումն է։ Դրա համար մաշկի արտաքին տեսքը ավելի հետագա սլայդներում էլ կտեսնեք, որ մաշկի տեսքը լավանում է։ Ահա այստեղ տեսնում եք իրական կլինիկական դեպք, MRI նկար է, շերտավոր նկար է MRT-ի, 77 տարեկան կնոջ մոտ է արվել սա, առաջին պատկերը, որ տեսնում եք, դա մինչև պատճերը օգտագործելու շերտավոր նկարն է, կարմիր հատվածները բորբոքումն են բնորոշում, կապույտ ու դեղին հատվածները նեյրոնային կապն է, ինչպես տեսնում եք, կինը ունի բորբոքային օջախներ ուղեղային հյուսվածքում եւ ուղեղի համախմբվածությունը բացակայում է, համասեռ չէ։ 3 շաբաթ կանոնավոր պարանոցային հատվածում կպցնելով կինը օգտագործել է X39 պատճերը եւ կրկնվել է շերտավոր նկարը։ Ահա տեսնում եք բորբոքային օջախները ներծծված են եւ կապույտ դեղին հատվածների համախմբվածություն է նկատվում, համասեռ պատկեր է նկատվում։ Եվս 3 շաբաթ է անցել, 6 շաբաթ անց կրկնվել է ներողություն եմ խնդրում, կրկնվել է շերտավոր նկարը եւ տեսնում եք ուղեղի հյուսվածքի գրեթե ամբողջական շրջադարձ, չկա որևէ բորբոքային օջախ, իսկ նեյրոնային կապերը խիստ համախմբված են։ Ահա վերևի սլայդում ես նշեցի, որ մտավոր աշխատանքի կայունություն է առաջանում եւ անգամ բորբոքային օջախները, որոնք որ եղել են, ներծծվել են։
Երկարաժամկետ արդյունքները X39 պատճի, այստեղ տեսնում եք, որ առաջին մի քանի օրերի ընթացքում 4000 գեներ սկսում են վերականգնվել, համեմատությունը միշտ անցկացնում ենք մենք գինու հետ, գինին հին ժողովրդական մեթոդով հայտնի վերականգնում է գեները, մաքրում է այն վնասակար ծայրամասերը DNT-ի, բայց ընդամենը 2 գենի վրա է աշխատում հիմնականում 2 գեն մաքրելով, իսկ ահա X39-ի շնորհիվ անգամ առաջին օրերի ընթացքում 4000 գեներ սկսում են մաքրվել, վերականգնվել, վերաակտիվանալ։ 6 շաբաթվա ընթացքում, ինչպես տեսանք շերտավոր նկարի վրա, ուղեղը դառնում է ավելի հավասարակշռված։ 3 ամսվա ընթացքում ավելանում է կոլագենը։ Կոլագենը նաև անոթային պատի մեջ է մտնում, ինչպես ես նշեցի, եւ դրա համար շատ լավ արդյունքներ մենք ունենում ենք վասկուլար համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, դա կարող է լինել հիպերտոնիկ մարդիկ, միգրենյով հիվանդ մարդիկ, որոնք որ անոթային որոշակի խնդիրներ ունեն, եւ 3 ամսվա ընթացքում կոլագենի շնորհիվ անոթը դառնում է ավելի էլաստիկ, ավելի ճկուն, ավելի դիմակայուն ճնշմանը, իսկ 6 ամսվա ընթացքում սրտի առողջության գրեթե ամբողջական շրջադարձ է կատարվում, սիրտը երիտասարդանում է 1 տարով, եւ Դեյվիդ Շմիդտը նշում է, որ սա ծերացման դեմ չէ, այլ տարիքային շրջադարձ է, հենց հիմնվելով այս կլինիկական ապացույցների վրա, որ 6 ամսվա ընթացքում սրտի առողջությունը շրջադարձ է կատարում այնպես, որ նրա կծկման ուժը, հաղորդականությունը խոռոչների միջև ավելի երիտասարդ ձևով են կծկվում եւ աշխատում։ Ինչպես օգտագործել X39 պատճերը, տեսնում եք 2 նկար, դրանք 2 հիմնական տեղերն են պատճերը կպցնելու, գիտնականների կողմից առաջարկված, ինչ տեղեր են, ինչ հատվածներ են սրանք ակուպունկտուրային ամենաակտիվ կետերն են մեր օրգանիզմում, որտեղով որ անցնում են խոշոր անոթներ, հարուստ նյարդային թելեր, անոթային ցանցն է այս հատվածներում հարուստ, դա պարանոցային 7-րդ ողն է եւ պորտից 1-2 սանտիմետր ներքև գտնվող հատվածը։ Սակայն ուզում եմ նշել, որ ապացուցված է պատճը ցանկացած հատվածում կպցնելու դեպքում այն նույնպես աշխատում է, նույնպես թողնում է իր այդ հակաբորբոքային, ներծծող, հակաայտուցային, հակացավային էֆեկտը։ Պատճը կրում եք 12 ժամ, 12 ժամ հետո այն անպայման պետք է հանել եւ թողնել օրգանիզմը, որ հանգստանա 12 ժամ, այդ ժամանակահատվածը անհրաժեշտ է մեզ, որպեսզի վերականգնվի, որպեսզի օրգանիզմը իր ներքին ռեսուրսները աշխատացնի։ Երբեմն կրվող 12 ժամը կարելի է փոփոխել, ավելի կրճատել, ավելի կարճ կրել, նայած օրգանիզմի պատասխանից, երբեմն հիպերակտիվություն է լինում, երբեմն էներգիան է շատ բարձրանում, հնարավոր է անոթային, արյան շրջանառության խիստ ակտիվացում, որը մարդուն սկսում է խանգարել, անհանգստացնել, կարող եք այո, այդ 12 ժամը ավելի կրճատել, հարմարեցնելով ձեր օրգանիզմին, բայց հանելուց հետո 12 ժամ հանգիստ թողնելը պարտադիր է, որից հետո կրում եք երկրորդ պատճը։ Այնուհետև պատճը կարող եք դեն նետել կամ կիրառել ձեր բույսերի եւ կենդանիների վրա, այն դեռ ակտիվություն ունի։ Ապա նոր պատճ եք դնում։ Միաժամանակ կարելի է կրել 1-ից ավելի պատճեր, բայց այդ մասին ավելի ուշ ձեզ ինֆորմացիա կտանք, որովհետև X39 պատճը դա մայր պատճ է համարվում, որից որ սկսվում է օրգանիզմի մաքրումը, վերականգնումը, այն ֆունդամենտալ պատճն է, միշտ պետք է սկսել X39-ից, կարևոր է շատ ջուր խմելը, ինչու ենք դա միշտ նշում, երբեմն մարդիկ կան, որ արդյունքները մի փոքր ուշանում են, անպայման հարցնում ենք ջուր խմում ես բավարար քանակությամբ, որը մենք առաջարկել ենք, հաճախ սխալը հենց այդտեղ է լինում, ջուրը անհրաժեշտ է, որպեսզի այն վնասակար նյութերը, վնասակար կուտակված ամինոթթուները, հիվանդություն առաջացնող սխալ
նյութերը օրգանիզմից դուրս գան։ Ահա շատ կարևոր է ջուր խմել, էլեկտրոլիտներով հարուստ ջուր։ Հաճախ տրվող հարցերից է, թե ինչ ժամանակամիջոցում պետք է օգտագործել պատճը։ Գիտնականները իրենք են առաջարկել բուժման վերականգնման սխեման, դա տարիքի յուրաքանչյուր տասնամյակին համապատասխան 1 ամիսն է, այսինքն 42-3 տարեկան մարդիկ պետք է օգտագործեն 4-ից 5 ամիս տևողությամբ, 60 տարեկանները 6 ամիս, եւ այդ ժամանակահատվածը կրճատել չի կարելի, որովհետեւ դա ապացուցված մեխանիզմ է, ապացուցված սխեմա է, որ օրգանիզմը ունի այդքան մաքրման կարիք, որքան տարիքի տասնամյակներն են։ Հաճախ հարցնում են ինչ հակացություններ ունի պատճը, միակ բացարձակ հակացությունը, որ նշում ենք, դա քիմիոթերապիան է, այն մարդիկ, որոնք որ քիմիոթերապիայի փուլում են, տվյալ օրերին ընդունում են քիմիոթերապիա, ցանկալի է պատճը չօգտագործել, որովհետև հակասություն է առաջանում բուժման եւ պատճի էֆեկտի միջև, սակայն քիմիոթերապիայից առաջ եւ հետո կարող եք օգտագործել, ցուցված է դա, որովհետև ինչպես գիտեք, քիմիոթերապիան վնասում է նաև առողջ բջիջները, հատկապես արյան բջիջները, լեյկոցիտները, թրոմբոցիտները, կարմիր բջիջները, արյան, դրանք բոլորը իջնում են եւ շատ թուլանում է մարդը քիմիոթերապիայից հետո եւ ահա X39 պատճը օգնության կարող է հասնել ստիմուլյացիա անելով, խթանելով այն ցողունային բջիջները, որոնք պետք են այդ արյան բջիջները բազմանալու եւ վերականգնելու համար։ Հակացություն հարաբերական նշում ենք նաեւ հղիների եւ կրծքով կերակրողների մոտ, սակայն որևէ կլինիկական դեպք հայտնի չէ, որ վնասակար է, ուղղակի ամեն դեպքում թողնում ենք հղիի կրծքով կերակրող մայրիկի իրեն հայացողությանը, եթե կցանկանա, ապա հակացություն եւ վնաս չունի, կարող է օգտագործել։ Այստեղ տեսնում եք X39 պատճի իրական տեսքը, շատ նուրբ պատճ է, փոքր, ակտիվ հատվածը մուգ հատվածն է, մարմնին կպցնելիս աշխատում եք մատներով չդիպչել այդ աշխատող հատվածին, ակտիվ հատվածին, եզրերից անպայման վերցրեք, լավ ֆիքսեք մաշկի վրա եւ այն անջրաթափանց է, կարելի է լոգանք ընդունել։ Այստեղ տեսնում եք պարանոցային 7-րդ ողին կպցված հատվածը եւ այստեղ շատ հետաքրքիր նախադասություն է գրված, որ այո X39 փոխել է շատերի կյանքը, առաջացրել է շատ դրական զգացմունքներ, որովհետև կան շատ դեպքեր, որոնք մարդիկ պատմում են, կիսվում են, անգամ կլասիկ բժշկությունը, որ անզոր է եղել տվյալ հիվանդության դեմ պայքարելու, մարդու կյանքը փոխվել է, երբ նա սկսել է X39 պատճը օգտագործել եւ լավագույն տարբերակն է պատճը, որովհետեւ այն բացարձակապես աշխատում է, հենց կպցնելու պահից այն արդեն ակտիվանում է, օրգանիզմի ջերմությունից, լույսից այն արդեն ակտիվ է, երբեմն արդյունքները նշում են երբ կզգանք, հարցնում են երբ կզգանք, դա շատ անհատական է, մարդիկ զգում են անգամ առաջին մի քանի ժամերի ընթացքում, եւ ցավազրկում են զգում, եւ բորբոքման նվազում են զգում, եւ էներգիայի ակտիվություն են զգում, կան դեպքեր, որ քիչ ուշանում է պատճի էֆեկտը, բայց համոզված եղեք, որ այն աշխատում է հենց առաջին իսկ պահից, պարզապես մենք չենք տեսնում, թե որտեղ կա օջախ, որի վրա բարդ սխեմայով աշխատում է պատճը, այնպես որ այն ժամանակահատվածը, որ մենք առաջարկում ենք, անպայման պահեք ճիշտ, կիսատ թողել չի կարելի։ Մի փոքր տվյալներ ընկերության մասին եմ ուզում տալ, 20 տարեկան է ընկերությունը, դա բավականին երկար ժամանակահատված է, որ այն շուկայում է, այսինքն այն փորձաշրջանը, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ապրանքանիշի բավականին երկար արդեն հաղթահարված է եւ վերջին 3 տարիների ընթացքում պատճերի շրջանառության ֆինանսական աճը աննախադեպ է, $20 միլիոն այն հասել է, հիմա նշվում է մոտավորապես արդեն $450 միլիոն, սա եւս մեկ անգամ ապացույց է, որ ապրանքը շատ սիրված է, էֆեկտ ունի, աշխատում է
տարածվում է, այն ներկայացված է աշխարհի ավելի քան 83 երկրներում, այժմ նաև Հայաստանում։ Կարող եք այն ներկայացնել, հրավիրել ձեր հայաստանյան ընկերներին, բարեկամներին, որոնք որ նույնպես կարող են տեղեկացված լինել, որովհետև Հայաստանում արդեն կա ապրանքանիշը։ Եվ ի տարբերություն ընկերությունների, սա ես նույնպես ապրանքանիշ չէ, այսինքն նման չէ այն բոլոր կամպանիաներին, որոնք առաջարկում են նիհարելու միջոցներ, մաշկի խնամքի միջոցներ, սննդային հավելումներ, վիտամիններ, նույն գովերքելով, նույն էֆեկտը նշելով, սա ես նույնպես ապրանքանիշ չէ, եզակի արտադրանք է, երկրորդը դեռ շուկայում չկա եւ երկար տարիներ այն չի լինելու, որովհետեւ հիմնականում գնված է այն արտոնագիրը, որ պատկանում է X39 պատչին, այն եզակի արտադրանք է։